Կնքահայրը հայ եկեղեցում համարվում է հոգևոր հայր։ Ֆիզիկական ծնողը համարվում է լույս աշխարհ բերած զավակի դաստիարակը, կնքահայրը հոգևոր հայրն է համարվում։ Հոգևոր ծնունդ է Սուրբ Մկրտությունը, որը տեղի ունենում եկեղեցու արգանդից, որը Սուրբ Ավազանն է։ Կնքահայրերը չփոփոխվող անձեր են, ինչպես որ ծնողը մարդու։ Եվ ֆիզիկական ծնողներին հավասար անձնավորություններ են կնքահայրերը։ Լույս աշխարհ բերող ծնողը պատասխանատվություն է կրում իր զավակի դաստիարակության համար, որը այս իրականության մեջ արժանի զավակ լինի, այդպես կնքահայրը այդ պատասխանատվությունը Աստծո առջև կրում է, որպեսզի ճշմարիտ քրիստոնյա դաստիարակի այս իրականության մեջ։ Նաև պատասխանատվություն է ստանձնում Աստծո առջև, որ իր հոգեզավակի համար, որը իր սանիկն է, պետք է Աստված ճանաչողության ճանապարհի մեջ ամրապնդի եւ փրկության համար է կատարվում այս Սուրբ խորհուրդը Մկրտության։ Մշտապես նշում ենք, որ կնքահայրը կապող կամուրջն է եկեղեցի եւ ընտանիք։ Մշտապես առաջնորդողը դեպի առ Աստված պետք է լինի կնքահայրը։